Հեռախոսներն են ջատվում, չէ՞։ Ուրեմն բարեձեզ Սենգորակարգ առաջացը Հայաստան Հանրապետության Լոռու մարզի Լոռու քաղաքանի 26 թվականի Մինչեւ հայկական նիստի ապրիլի 10-ի օրակարգը հաստատելու մասին։ Ցավոք դեկորակարգի հարցերի առարկություն հաստատենք։ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու համայնքի 26 թվականի բյուջեի առաջին երամսյակի կատարման մասին Լոռու համայնքի ղեկավարի հաղորդումը ինքնություն ընդունելու մասին։ Նախապես ասեմ, մեր համայնքը ոչ առաջի տարին է, միշտ եղել, մենք առաջնորդվել ենք իր սկզբունքով, մինչև բարի ասել երրորդ երամսյակը մեր մոտ ցածրած ու միշտ եղել է ավելի բարձր։ Ասենք ասել եմ, բազմիցս էլի նորից ասենք, պատճառը ոչ թե աշխատանքային թերացումը, դա ընդհանուր մեր սկզբունքն է, որ տարվա առաջի կեսը կամ մինչև առաջ երամսյակը մարդիկ դեռ հողի մշակման վրանելու ծախսերում է, ամենահնարավորինս այդ վերջի մեր շուտ պարտավորի փողը մարդիկ դեռ պարմիկ չտանեն, որ մարդը հնարավորություն ունենա այդտեղ ավել աշխատանք անի, ավել եկամուտ ստանա ու հնարավորություն ունենա նորմալ իր հարկային պարտավորությունները կատարելու։ Արդյունքը ասենք բոլոր տարիներում մենք գրանցել ենք ամենաբարձր տոկոսային կատարողականը, բայց հիմնականում կատարողը երրորդ երամսյակի առաջ։ Այժմ ներկայացնենք մեր առաջ երամսյակի տնային կատարողականները, ընդհանուր մեր եկամուտները կատարվել է 21.8%, երամսյակի կտրվածքով, որից գույքային հարկեր 12.8%, գույքահարկ փոխադրամիջոցների համար 14.1%, տեղական թուրքերը 59.3%, եւ բնականախոսք հիմնականում ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքի թույլտվություններ, տարվա սկզբից է պարտադիր է, գույքի վարձակալությունից եկամուտներ 22.6%, տեղական վճարներ 22.8%, ինքնական կառուցվածքային շինությունների օրինականացման համար 5.7%, այլ եկամուտներ 4.1%։ Պաշտոնական դրամաշնորհների դոտացիաները 24.8%-ով կատարվածան։ Կներեք, բոլորի տասը ես մոռացա։ Հարցեր ունենք հարկերի կատարման հետ կապված, պատճառը նշեցինք, թերակատարման բոլոր տարիներին է, դա հետո գրանցվող հաջողությունների համար։ Հաստատենք։ Հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին, ուրեմն մենք ունենք Նշեմ, որ Լոռու համայնքի ղեկավարին է դիմել Լոռու համայնքի ուրույն բնակավայրի բնակիչ Հայապետ Սամվել Ջիգարյանը, ավելի շուտ համաձայնություն ենք ստացել, որպեսզի ընդհանուր օգտագործման ճանապարհի տրամադրման նպատակով բնակչին պատկանող 060503120026 կադաստրային ծածկագրով հողամասը փոխանակենք Լոռու բնակավայրի սեփականություն հանդիսացող 060503120024 կադաստրային ծածկագրով հողամասի հետ։ Ուրեմն նպատակը բացատրեմ, այսինքն ոչ թե ավելի շատ հետաքրքրում է տվյալ բնակչին, հետաքրքրում է համայնքին, այլ հողամասեր ունենք, որով անմիջապես հարևանությամբ հողամասի փոփոխությունն ավելի նույնիսկ ավելի քիչ հողամաս տրվում է բնակչին, ավելի շատ վերցում է ընդհանուր օգտագործման ճանապարհ ապահովելու համար։ Ընդհանուր հարակից
ճանապարհը տալիս ենք, ավելի ընդհանուր օգտագործման ճանապարհ ապահովելու մնացած հողամասերի համար։ Դա գյուղի սկզբնամասի տարածքնա օգտագործված հողամասերը տաները հատվածի փոփոխություն։ Հարցերն եք դրա հարցեր կապված։ Հաստատենք։ Հայաստանի Հանրության Լոռու մարզի Լոռու քաղաքի սեփականության անցած հողամասերից հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի ձևով օտարի թույլտվություն տալու մասին։ Սեփականության իրավունքով իրեն պատկանող Լոռի Բերդամենցուղի բնակավայրում գտնվող 065000140027 կադաստրային ձևակերպով 0.064 հեկտարի անկերեսով հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով հողամաս օտարվի իրեն։ Ուրեմն հարգելի գործընկերներ, հողամասը հիմնականում օգտագործում է, հիմնականում չեմ օգտագործում նաև տվյալ հողատիրոջ կողմից որպես ավտոկայանատեղի, ասենք այլ մարդկանց կողմից չի օգտագործվում, չի խոչընդոտվում։ Նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակությունը օգտագործվող ու անմիջապես, որին ասենք ունի ընդհանուր շենքի տակով մեկ հողամաս, ոչ ավել քան իր ամեցած հողամասն է, դրա դիմացի, որ հաստատի օգտագործվել է տարիներ շարունակ իր կողմից, ընդհանրապես ընդլայնման նպատակով ոչ ավել քան դրա հողամասն է, օտարել իր մեկնաբանը ջումարային չափով։ Հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան 127500 դրամ կադաստրային արժեք։ Հարցեր ունեք դրա։ Հաստատենք։ Հայաստանի Լոռու մարզի Լոռու համայնքի գյուղի ցանկում փոփոխություններ կատարելու մասին։ Ուրեմն վերջի ձեռքբերումներից է այստեղ երկու էջ հիմնականը վերաբերում է մեր գնաց երևույթներին, տույաներին, կոմիկաներին, աղբարկներին, կարուսել ճոճանակներին, որ բոլոր բնակավայրերում այս ամբողջը տրված է մանկական խաղաղապահորեն տրվելու համար զսպանակավոր տարբեր 3 տեսակի կամ 2 տեսակի կարուսելներ է տրված, ուրեմն դրոշակա ձողեր բոլոր բնակավայրերում տրված է, զինանշան ու այս ցանկը տրված է բոլոր, ասենք այս ցանկն է բոլոր բնակավայրերի անուններով։ Կարդանք հավանական, որ բնակավայր քանի հատ։ Հիմնականը վերաբերում է այս ցանկին ու աղբարկերը, որը ասենք նշեցի։ Հիմնականը երևույթներ բոլոր բնակավայրերում տվել են 200 հատ, մշտադալար տույաններ, մշտադալար ծառկովնիկաներ, աղբարկեր, կարուսել ճոճանակներ, եկես զսպանակավոր կարուսելներ։ Մանկական խաղաղապահորեն տեղադրելու համար, ասենք այս ցանկն է բոլոր մենակ փոփոխություն ունեն պատերի հետ, բոլոր բնակավայրերում տեղադրված է։ Ցանկը լրացում կատարելու մասին։ Եթե խնդիր չունենք, հաստատենք։ Հայաստանի Հանրության Լոռու մարզի Լոռու համայնքի ավարտան 26 թվականի սոցիալ-հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին։ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու համայնքի ավարտան 8-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանել 2026 թվականի մայիսի 8-ը ժամը 12:00։ Որ մայիսի 10-ը Կիրակի է, մոտ օրը 8-ն, այսինքն չեն կարող մենք ուշացնել, բայց շուտ թույլատրվում է հաջորդ նիստը, դրան ենք պայմանավորված առաջարկում է մայիսի 8-ը։ Եթե կոնկրետ օրվա հետ կապված առարկություն եւ այլ չունենք, ուշ չեն կարող անել, նշեց 10-ը։ չկարող ասենք ինչ-որ գործընկերները կողոպրոյ եթե չկա, հաստատենք։ Հարգելի գործընկերներ,
Ինչ հարցեր, առաջարկություններ, հետագա մեր աշխատանքային պլաններ կապված, ինչ ունենք։ Չունենք։ Շնորհակալություն մասնակցության համար, ինչպես միշտ կառուցողական գործընկերային հարաբերությունները տենց էլ շարունակենք։ Շնորհակալություն մասնակցության համար։